Ծննդոց, գլուխ 44 Հովսեփն իր տան վերակացուին հրամայեց, ասելով այս մարդկանց պարկերը լցրու ուտելիքով, ինչքան որ կարող են տանել, և յուրաքանչյուրի փողը դիր իր պարկի բերանին։ Իմ արծաթե բաժակը կրտսերի պարկի բերանին դիր, իր ցորենի փողն էլ։ Եվ վերակացուն արեց այնպես, ինչպես Հովսեփն ասել էր իրեն։ Առավոտյան, երբ լույսը բացվեց, այդ մարդիկ ճանապարհվեցին իրենց էշերով։ Նրանք քաղաքից դուրս էին եկել, բայց դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վեր կաց, վազիր այդ մարդկանց ետևից, հասիր նրանց և ասա. ինչու չարությամբ հատուցեցիք բարության փոխարեն։ Սա այն բաժակը չէ, որով խմում է իմ Տերը և որով գուշակություն է անում։ Դուք վատ բան արեցիք ձեր այդպես վարվելով»։ Վերակացուն հասավ նրանց և ասաց այս նույն խոսքերը։ Եվ ասացին նրան. «Ինչու է իմ Տերը այդպիսի խոսքեր ասում։ Քավ լիցի, որ քո ծառաներն այդպիսի բան անեն։ Ահա այն փողը, որ գտել էինք մեր պարկերի բերանին, ետ բերեցինք քեզ Քանանի երկրից, էլ ինչպես կարող էինք գողանալ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի։ Քո ծառաներից ում մոտ որ գտնվի, թող նա մեռնի, և մենք էլ դառնանք մեր տիրոջ ծառաները»։ Նա ասաց. «Հենց հիմա թող ձեր ասածի պես լինի։ Ում մոտ որ գտնվի, նա ինձ ծառա լինի, իսկ դուք անպարտ կլինեք»։ Եվ իսկույն ամեն մեկն իր պարկը իջեցրեց գետնին, և ամեն մեկը բացեց իր պարկը։ Վերակացուն սկսեց խուզարկել, սկսեց մեծից և վերջացրեց կրտսերով։ Եվ բաժակը գտնվեց Բենյամինի պարկի մեջ։ Այն ժամանակ նրանք պատառոտեցին իրենց հագուստները և ամեն մեկն իր բեռը բարձելով էշի վրա վերադարձան քաղաք։ Հուդան և նրա եղբայրները եկան Հովսեփի տունը։ Նա դեռ այնտեղ էր և գետին ընկան նրա առաջ։ Հովսեփն ասաց նրանց. «Այս ինչ արեցիք։ Դուք չգիտեք, թե ինձ նման մի մարդ անպատճառ կգուշակի»։ Հուդան պատասխանեց. «Ինչ ասենք իմ տիրոջը, ինչ խոսենք կամ ինչպես արդարանանք։ Աստված բռնեց քո ծառաների հանցանքը։ Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, թե մենք և թե նա ում մոտ գտնվեց բաժակը»։ Հովսեփն ասաց. «Քավ լիցի, որ ես այդպիսի բան անեմ։ Միայն այն մարդը, որի մոտ գտնվել է բաժակը, թող ինձ ծառա լինի, իսկ դուք խաղաղությամբ գնացեք ձեր հոր մոտ»։ Հուդան մոտեցավ նրան և ասաց. «Օհ, Տեր իմ, խնդրեմ, թող քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ ականջին, և թող քո բարկությունը չբորբոքվի ծառայիդ դեմ, որովհետև դու փարավոնի պես ես։ Իմ տերն իր ծառաներին հարցրեց ասելով. հայր կամ եղբայր ունե՞ք, և մենք պատասխանեցինք մեր տիրոջը, թե ունենք մի ծեր հայր և նրա ծերության մի կրտսեր որդի։ Նրա եղբայրը մեռած է, և միայն նա է մնացել իր մորից, և հայրը սիրում է նրան։ Դու քո ծառաներին ասացիր. բերեք նրան ինձ մոտ, որպեսզի ես իմ աչքերով տեսնեմ նրան։ Մենք ասացինք մեր տիրոջը. երեխան չի կարող թողնել իր հորը, որովհետև եթե իր հորը թողնի, նա կմահանա։ Իսկ դու ասացիր քո ծառաներին. եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, իմ երեսն այլևս չտեսնեք։ Երբ մենք գնացինք քո ծառայի իմ հոր մոտ, նրան պատմեցինք իմ տիրոջ խոսքերը։ Իմ հայրն ասաց. դարձյալ գնացեք և մեզ համար մի քիչ ուտելիք գնեք։ Մենք ասացինք. չենք կարող գնալ։ Եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, այն ժամանակ կիջնենք, որովհետև մենք չենք կարող այդ մարդու երեսը տեսնել, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի։ Քո ծառան, իմ հայրը ասաց մեզ. դուք գիտեք, որ իմ կինը ինձ համար 2 որդի ծնեց։ Մեկն իմ մոտից գնաց, ու ես ասացի, թե անպատճառ հոշոտվել է և մինչև հիմա չեմ տեսել նրան։ Եթե սրան էլ առնեք, տանեք իմ մոտից և մի փորձանք պատահի նրան, ապա դուք ինձ տրտմությամբ գերեզման կիջեցնեք իմ այս սպիտակ մազերով։ Արդ, եթե գնամ քո ծառայի իմ հոր մոտ, և մեզ հետ չլինի երեխան, որի հոգուն այնպես կապված է նրա հոգին, և նա հենց որ տեսնի, թե երեխան չկա, անպատճառ կմեռնի,
եւ մենք քո ծառաները ցավով գերեզման կիչեցնենք քո ծառային, իմ հորը, սպիտակ մազերով, որովհետև քո ծառան այդ երեխայի համար երաշխավոր է եղել իմ հորը ասելով, եթե ես նրան ետ չբերեմ քեզ մոտ, հավիտյան հանցավոր կլինեմ իմ հոր հանդեպ։ Այժմ աղաչում եմ, այդ երեխայի փոխարեն ես քո ծառան, իմ տիրոջ ծառան մնամ, իսկ երեխան թող գնա իր եղբայրների հետ, որովհետև ինչպես գնամ իմ հոր մոտ, եթե երեխան ինձ հետ չլինի, միգուցե տեսնեմ այն դժբախտությունը, որ պատահելու է իմ հորը։